անցա քաղբանտարկյալի կարգավիճակի ստատուսի անցա։ Այդ առումով այդ ինչ է ենթադրում, մեր մազերը խոզում են, մեր կրծքանշաններ ունեն, որտեղ գրված է ազգանուն եւ մի քանի աշխատանքային տվյալներ, բրիգադ եւ այլն, պարտադիր աշխատանք։ Այսինքն կար միջազգայինորեն քաղբանտարկյալի կարգավիճակ եւ ես դա պահանջում էի։ Բարեբախտություններ, որ այդ օրերին ուրեմն երկիրը պատրաստում էր 25-րդ համագումարին եւ քանի որ ես միայնակ էի, իրենք այդքան կարևորություն չտվեցին կարծեք թե եւ ուզում էին նշանակություն չտային, որտեվ դա կարևոր իրադարձություն էր 25-րդ համագումարը։ Այդպես մի քանի անգամ աջախուց գնացի, ես որ Պերմից էի եկել, ես տանոթ էի նաեւ Պերմի օրինակին, փորձին։ Մի համընդհանուր մենք տեքստ սարքեցինք քաղբանտարկյալի կարգավիճակի ստատուսի տեքստը սարքեցինք, որ դա դառնա համընդհանուր։ Հետո ինձ տեղափոխեցին հիվանդանոց, Չորնոբիլին էլ տեղափոխեցին հիվանդանոց, այնտեղ մենք հանդիպեցինք Էդիկ Կուզնիցովին, որը հատուկ ռեժիմից էր, նրանք այլ պայմաններով էին պահվում անգամ հիվանդանոցում։ Մենք իրը ճշտեցինք ինչ բաներ կա, ծանոթացրեցինք տեքստին ու ուզեցինք իմանալ ինչ հաշվի առնված չի իրենց ճամբարի մասով։ Ինք հավանություն տվեց, ասեց նորմալ է ամեն ինչ, որից հետո ես իմ պահանջների մեջ մտնում էր նաև, որ Գերագույն դատարանի որոշմամբ արգելված չի մայրենի լեզվով խոսել։ Ես փաստորեն ոչ գրականություն կար, ոչ ռադիոհաղորդումներ կային, որևէ բան չկար, ու չկար հայ, որ ես ասում եմ, Գերագույն դատարանը ինձ չի զրկել այդ իրավունքից, բայց դուք ինձ պահում եք մի իրավիճակում, որով ես զրկված եմ։ Մի խոսքով, այդպես 107-րդ օրը ինձ մոտեցավ Դիրոտենկո, KGB-ի պետներ։ Ասաց Մարկոսյան, եթե դուք այսօր աշխատեք եւ տակ նորմալmente ձեռնոցներ էինք բավարարական կարելու, մենք ձեզ կտեղափոխենք մեկ այդտեղ, որտեղ կան հայեր։ Ասացի, դեսեք, ես չեմ կարող չի առաջի անգամ մոտենալ այդ մեքենային եւ այդ նորմը կատարել։ Ինչ ուզում եք, որ ձերքս թողնեմ բանի տակ մեքենայի տակ, հիմա էլ այդ նոր ճամբարում չաշխատելու համար նորից վերջը։ Մի խոսքով ես շատ հալածանքների ենթարկվեցի։ Մի ամբողջ տարի այնտեղ մենք ունենք 5 ռուբլու գնումների իրավունք։ Ես ոչ մի անգամ, մի տարվա մեջ ունեցել եմ մեկ անգամ։ Ունեցել եմ տեսակցություններ, որոնցից զրկված եմ եղել, կարճատև, երկարատև։ Մի խոսքով ծանրոց առհասարակ չեմ ստացել, որտեղ զրկված եմ եղել։ Նրանց մենակ պատրաստ էին բանանելու։ Հետո ինձ բան արեցին, այդ ճամբարում այդպես շատ ավելի այդ ստատուսի համար 19-րդ ճամբարում ինձ սկսեցին պատժել դրա համար։ Ախ դու հանդգնեցիր այդ օրերին այդպիսի բանաներ, դե հիմա դու տես։ Եվ եկավ մի պահ, որ ռադիոն ամեն անգամ հայտարարում էր դատապարտյալ Մարկոսյան հայտնվել հերթապահների սենյակում եւ այնտեղ նոր որոշում էր գրվում կամ պատժախոց կամ այստեղ կամ այնտեղ։ Ընդհանուր առմամբ պատժախոցում ինչքան եք անցկացրել։ 200 օրից ավելի։ Ինչն էր ձեզ օգնում այդ օրերի ընթացքում։ Գիտեք, սկզբից որ մտնում ես պատժախոց, այնքան բան կա, ոգևորություն կա, սկսում ես երգել, բայց այդ քաղցը, այդ գորշությունը, գայս է ու սկսում է բանը վերջնամասում, այդ բանը արդեն ուժասպառ է լինում։ Դա կերակրում են օրը մեջ, շատ ծանր է։ Դրանից հետո մենք անցանք 19-րդ ճամբարում, արդեն անցանք համընդհանուր ստատուսի։ Գիտեք, ես արդեն մի անգամ անցել էի այդ ճանապարհը եւ երկրորդ անգամ կրկնությունը նման դեպքում արդեն բան է, զավեշտ է։ Որ գիտես ինչ է սպասվում, արդեն գիտես էլ այն ժամանակ առաջ անգամ եթե չգիտեիր, ոչինչ։ Բայց հիմա որ գիտես այդ ամբողջ հերթականությունը, մանրամասները շատ ավելի ծանր էր։ Մի խոսքով այսպիսի բան տեղի ունեցավ։ Դեկտեմբերի ապրիլի 21-ն էր։ Բոլորը հայտարարեցին, որ
պայմանավորվածություն կար, պարույրը ամեն ինչ անում էր, որ մենք միասին լինեինք։ Եվ կարծես թե ասած ոնց որ ստացվում է։ Եվ ստատուսի անցնելու հանգամանքը մենք կարծես թե պարույրը համաձայն էր զոհաբերել մեր միասին լինելու պայմանով։ Երբ որ տղաները բան արեցին, ասացի ես խնդիր ունեմ պարույրի հետ, ես չեմ 21-ով չեմ հայտարարում։ Նա գիտեք ինչ եղավ, այնտեղ 10-ից ավելի էինք, 10-ից ավելի, բայց կային մարդիկ, որոնք հուսալի չէին։ Ուրեմն ինչ էին արել, տղաները հայտարարել էին ուրիշ օր։ Ասենք եթե ինֆորմացիայի բան լինի, արտահոս լինի, չէին հասցնի, չեզոք հասնեին։ Ասում եմ լսի, բայց չէ որ մարդիկ վերջ պիտի իմանան, չէ, վատ բան ենք անում, համենայն դեպս մի քանի հոգով գիտեինք ճիշտ օրը, 3 հոգով գիտեինք։ Դրան նպաստեց նաև Չորնովիլի, որը բանում էր, բանտային բանում էր 19-ում, ինքը նախատեսված ժամանակի շուտ հայտարարեց, շուտ անցավ ստատուսի ու խառնվեց այստեղ ամեն ինչ։ Ի խոսքով, երբ որ դիմումները տրվեց, ադմինիստրացիան բոլորին ասել, բան զարմացել էին Մարկոսյանը ինչ չի տալիս դիմում։ Միակ զարմանքը ոչ թե որ այդքան մարդ դիմում ա տվել անցելու քաղաքականավորի ստատուսի, այլ Մարկոսյանը ինչի չի գրել։ Ասում են իրեն ինձ հարցրել, վերջը պարզվեց, որ ադմինիստրացիան կարծեք թե տեղային ադմինիստրացիան կարծեք թե հակված էր, համաձայն էր, որ մենք միասին լինենք այդ չմասնակցելու պայմանով։ Հետո անցավ մի քանի օր եւ ասացին, որ Մոսկվան համաձայն չի եւ Մոսկվայից ասել են, որ դուք առանձին պետք է լինեք։ Եվ ես տվեցի իմ դիմումը։ Անցա այդ բանին եւ ինձ սկսեցին ավելի դաժանորեն պատժել։ Սովորաբար հարցնում էին ով ում հետ է ուզում նստել։ Եկավ կագեբիստը ինձ մոտ Մարտինով, հակնոցով, ասեց Մարկոսյան, ասեց, բանը, մենք հարցնում ենք ով ում հետ է ուզում նստել։ Բոլորը ուզում են քեզ հետ նստել, իսկ դու ում հետ կուզեիր նստել։ Երբ որ դու ասում ես կոնկրետ անուն ես ասում, դու ինչ-որ բան ես ասում իրենց։ Եթե 10 հոգի ենք ես ասում եմ, բանին, ասենք, X-ին։ Ասենք դա նշանակում որ այդ 9-ին չեմ ուզում կամ քիչ եմ ուզում։ Դա ինֆորմացիա համարելով, ես ասացի ինձ համար միևնույնն է։ Ասաց, հա, ասացի իհարկե։ Երբ որ ես առաջին անգամ տարան պատժախոց, դուրը բացվեց, ինչ տեսնեմ, կար մեզ հետ նաև Բաբուր Շակիրով։ Ինքը հայրը թուրք էր։ Բասմաչական շարժմանը մասնակցած Միջին Ասիայում եւ այնտեղ ամուսնացել էր Միջին ուզբեկի հետ եւ ծնվել էր այս տղան։ Ինքը հայացներով պանթուրքիստ էր, պանիսլամիստ էր եւ այլն, բայց մի ժեստ արեց ապրիլ 24-ին ինքն էլ ինձ բան ուղարկեց, բացիկ ուղարկեց ցավակցական ճամբարում եւ դատապարտեց ցեղասպանությունը։ Կարծես թե տեղ էր թողել։ Հիմա ես որ մտա ներս, իրենք ազգային յուրահատուկ հոտ ունեն։ Նախ բաներ արել, պատուանները հացով փակել էր բոլոր ճեղքերը եւ այդտեղ բաներ այդ խուցը, իմ սիրելի խուցներ, իմ մշտական այդ երկրորդ խուցը, այդ հոտի արկայությամբ ու մեծագույն պատիժեր ես հասկացա ինչ արել այդ կագեբիստը։ Ու պատմականորեն միշտ բան է, գիտեք, մեր միշտ պատմականորեն ինչ-որ թրքով է էլի բան եղել, մեր հարցերը լուծվել, չգիտեմ ինչի։ Մի խոսքով բան արեցինք, այդպես առաջի անգամ միասին անցկացրեցինք, ես հանդուրժեցի, երկրորդ անգամ նորից իր հետ գցեցին, արդեն ներվերս չէր դիմանում։ Ինքը զգաց, այնտեղ բան կա, այսպիսի սովորություն կա, դու գիտեք, այնքան ծանր բան է պատժախցում լինել, 15 օր, արդեն սկսում է դիմացինից խուց ընկերոջը շարժումները ազդել ներվերիդ վրա։ Ուր մնաց, որ դու գիտես, որ ինքը հայացքներով պանթուրքիստ է, իսլամիստ է, էս է, հենա։ Մի խոսքով ինքը ասեց, եթե քեզ համար բան է, ես կարող եմ գնալ կամերից։
Իսկ կամերից գնալը դա վատ բան է դիտվում էլի, ասենք քրեական աշխարհում դա մահացու բան է։